Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Հրապարակորաթերթը գրում է. ՔՊ-ում խուլ ընդվզում է, ինչպես եւ ինչու Անդրանիկ Քոչարյանի հարցը հետաձգվեց։ Նախորդին ՔՊ խմբակցության նիստում պետք է որոշեին կողմ են թե դեմ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորելուն։ Սակայն նիստին մասնակցող պատգամավորները տեղում իմացել են, որ հարցի քննարկումը հետաձգվում է։ Ասվել է, որ ընդդիմության ներկայացրած նախագիծը պետք է նախ պետաիրավական հանձնաժողովը քննարկի, եզրակացություն տա, նոր հարցը բերվի խմբակցություն։ Հրապարակորաթերթը գրում է. Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ջո նախկին պետ ԿՊԱ-ական Սուրեն Թորոսյանը, որի պաշտոնը Թալինի համայնքապետ Տավրոս Սեփանյանը բարձրացրել է նշանակելով Թալինի կոմունալ բաժնի պետ, պարզվում է իշխանական միջոցառումների ակտիվ մասնակից է եւ Աննա Հակոբյանի կրթարշավի ֆանատ։ Նրան նկատել են տիկնոջ շարժման տարբեր միջոցառումների, նորեր առաջ էլ Իմ քայլը հիմնադրամի կրթվել է նորաձև նախաձեռնության Մատենադարանում անցկացված հաղորդակցության հմտություններ խորագրով դասընթացին էր մասնակցում։ Սուրեն Թորոսյանը նախկինում աչքի է ընկել իր ակտիվությամբ 2023 թվականի հունիսի 7-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19-ի սահմաններում Արագածավանում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ժամանակ Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ 24-ամյա երիտասարդի դեմքին։ Հրապարակորաթերթը գրում է. Կառավարության հնգամյա ծրագրի նախորդ տարվա կատարողականի քննարկմանը Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ԿՊԱ-ականներից ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների, եւ այդ նպատակով է առաջնորդը կրկին հագել հեղափոխական կոստյումը եւ հոխորտում Թալանը հատիկ առ հատիկ վերադարձնելու երբեմնի դուխը չկորցնելու մասին։ Դրան են ուղղված հնչող նոր խոստումները։ Հրապարակթերթը գրում է. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում հարաբերական անդոր է հաստատվել նախարարի ուրբաթօրյա այցից հետո։ Առաջին ռաունդում հաղթած կոլեկտիվը շունչը պահած սպասում է հաջորդ հարվածին։ Գրել էինք, որ հեռացող տնօրեն Արման Հովակիմյանը, որը նախարար Անահիտ Ավանեսյանի մտերիմն է, ուզում էր իր ամենամոտ մարդուն Երանուհի Սարգսյանին դարձնել աշխատակազմի ղեկավար, որ Նարեկ Զեյնալյանի նշանակումից հետո իրենց աչքն ու ականջը ունենան բժշկական կենտրոնում։ Եվ նախարարը հիվանդանոց էր գնացել, որ հայտարարի աշխատակազմի ղեկավարի հաստիք բացելու եւ Սարգսյանին նշանակելու մասին, սակայն կոլեկտիվի դիմադրությանը հանդիպելով զատնի էր դրել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Գլխավոր դատախազությունը ընդդիմադիր պատգամավորների դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ վարույթները կարճում է ըստ էության չկարողանալով հիմնավորել, որ նրանք ապօրինի գույք են ձեռք բերել։ Օրաթերթին ասած տեղեկությունների համաձայն գլխավոր դատախազությունը ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի վերաբերյալ որոշում է կայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը դադարեցնելու մասին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրաթերթի լրագրողի հետ զրույցում սկանդալային հայտարարություն է արել։ Նա փաստացի ասել է, որ իր հարսը Անի Գևորգյանը ստիպված է եղել ընդունել իր մեղքը, որպեսզի ստեղծված իրավիճակը հանդարտվի։ Դրանից հետո նոր գործը դատարանում քմվի։ Այո, ճիշտ եք ասում, եղբոր ընտանիքը կայացրել է այդ որոշումը, գնացել է այդ ճանապարհով, որպեսզի հետագայում դատարանում քննությունը շարունակվի, ասել է Սիմոնյանը։ Նա կրկին կասկածի տակ է դրել իրավապահների աշխատանքը, կանխատեսելով, որ այս գործն էլ դատարանում կկոտրվի ինչպես շատ այլ գործեր եւ իրավապահները սխալվել են։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկությունների համաձայն ազգային ժողովի ԿՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մամուլում հայտնի շիշ բռնողի եղբայրը Նայիրի Սարգսյանը, որը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը, դիրքավորվել է բիզնես դաշտում եւ իր իշխանական կապերն օգտագործում է իր գործատուի գործերը առաջ տանելու համար։ Խոսքը GTB ընկերության շահառու Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է։ Օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս աշխատանքի անցել GTB հոլդինգում, որ մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել կրկին սկանդալային եւ ուշագրավ փաստերով։ Այդ ընկերությունը Կոմիտասի շուկայի սեփականաշնորհման եւ հյուրանոցային համալիրի կառուցման հեղինակ է, նաեւ Կասկադի կիսատ մնացած հատվածի կառուցումն է նրանց տրվել ձևական մրցույթով, միանձնյա որոշմամբ։